Էլիկուր եղբայրներ, բարի եկաք այս նոր ծառայությանը, որ կսկսի, որ կսեմ նոր ծառայություն, սել նոր սերդողությունը, մենք կսկսենք Հովաննու ավետարանը սերդել։ Գրնամը սելցեզի շատ հետաքրքիր ավետարան է։ Երեք ավետարաններուն չլմանիր Հովաննու ավետարանը։ Բոլորովին տարբեր է, քանի որ Հովաննու ավետարանը ամենեն ուշ գրված ավետարանն է Հովաննես Արաքյալի ցերկով։ Մոտավորապես ուրեմն գրված է 85-90 թվականներուն։ Եվ 70 թվականին, Հիսուսի հետո 70 թվականին դաջարը քանդվեցավ։ Հրյաները ծրվեցան։ Աշխարհի 4 կողմը, բոլոր հռոմեացիների գայստրության մեջ հրյաները ծրվեցան, դաջարը քանդվեցավ, դաջարի հետ կապված բոլոր հրյական հիմքերը քանդվեցավ 70 թվականին, եւ այս մարգարեություն էր, որ Աստված արդեն ըսած էր եւ կատարվեցավ։ Նույնիսկ Հիսուս ինքը գխոսի ասոր մասին Մատթեոս 24-ին մեջ։ Ուրեմն Հովաննես ինչ որ պիտի ներկայացնե Հովաննու ավետարանը, որ պիտի սերդենք, նախ կուզեմ ասել, որ Հովաննու ավետարանը պատմության գարկ չէ, որ կներկայացնե։ Գարկը չէ, որ մենք պիտի հետևենք Հիսուսի ծնունդը, Հիսուսի մեծնալը, Հիսուսի այս։ Հովաննես ավետարանիչը, ինչպես ասի, երեք ավետարանիչներեն տարբեր, գուզե ներկայացնել աստվածաբանությունը Հիսուս Քրիստոսի անձին։ Ուրեմն Հովաննու ավետարանը մեզ կներկայացնի Հիսուս իբր Աստված, աստվածային բատկերը, աստվածային կերպարն է, որ գուզե ներկայացնել դարբեր պատմություններով, դարբեր խոսքերով, դարբեր քարոզներով այս 21 գլուխներուն մեջ։ Պիտի տեսնենք 8 դարբեր նշաններ, ինք նշան կամ հրաշք։ Հովաննու ավետարանի մեջ 8 դարբեր հրաշքներ կան, որոնց մեջ վերջինը 8-րդը հարութենեն հետո է։ Ուրեմն 7 հրաշքներ մինչև խաչելություն, իսկ 8-րդը հարութենեն հետո։ Շատ լուրջ խորհրդաբատկեր այս, որ մենք պիտի վերադառնանք, ամեն մեկ հրաշքը, սիրելի քույր եղբայրներ, հոգևոր իմաստ պիտի առնի։ Հովաննես Արաքյալը ուզեց ամեն մեկ հրաշքով Հիսուսի աստվածությունը ներկայացնել դարբեր ձևերով։ Օրինակամար կտեսնենք Հիսուսի համար գսվի խոսքը, Աստծո որդի, միակ որդի, Աստծո կարը, գսվի նաև կյանքը, հացը, հավինական գենած հացը, հարությունը։ Այս բոլորը կներկայացնի Հովաննես Արաքյալը Հիսուս Քրիստոսի աստվածային դիբարը բացատրելու համար։ Քանի անգամներ Հիսուս կսե ես եմ հացը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը, ես եմ հարությունը, ես եմ տուրը, ես եմ լույսը։ Այդ ես եմը, որ գործածե, շատ կարևոր իմաստ ունի։ Այդ ես եմը նույն ես եմն է, որ մի կան գասոր վրա անշուշտ, որ 5 դագարան մեջ Աստված Մովսեսին ասավ ես եմ, որ եմ, եւ Հիսուս նույն բառը գործածե իր համար։ Ավետարանիչը գվերջացնե ասելով Հիսուս, այս բոլորը գրվեցավ որպես հավատակ, որ Հիսուս Քրիստոսն է եւ հավատալով հավիտենական կյանք ունենաք։ Ուրեմն բոլոր պատմությունը Հովաննու ավետարանի նպատակը այդ է, որ ճանչնանք ով է Տեր Հիսուս Քրիստոսը եւ սորվինք հավատալ վստահիլ Տեր Հիսուս Քրիստոսի, որովհետեւ հավիտենական կյանքը իր հետ անցնենք։ Հովաննու ավետարանը ուրեմն գկրվի կամ նպատակը ավետարանիչին երկու տեսակ անձնավորություններու համար է, կամ երկու տեսակ խումբերու։ Առաջինը հրյաներուն։ Հրյաները, ինչպես ասի 70 թվականին ծրվեցան։ Հրյաներուն համար շատ կարևոր է դաջարը, իրենց ամեն հոգևոր հասցիրագությունը, հոգևոր միտքը, հոգևոր ուղղությունը, հոգևոր մտածելակերպը դաջարին գուկար։ Եվ որ դաջարը քանդվեցավ, գործունցուցին իրենց ուղղությունը, հոգևոր ուղղությունը գործվեցավ։ Գսպասեին Մեսիան, որ կար դաջարը քանդվեցավ։ Հոն է որ Հովաննես հրյաներուն գսե այդ Մեսիան, որ դուք կսպասեք, Հիսուս ինքն է։ Երկրորդ խումբին, որ նաև գուղե Հովաննես Հովաննու ավետարանը, անալ հեթանոսներուն։ Հեթանոսները, որ ճշմարտություն կփնտրեին։ Հույներ, հռոմեացիներ, տարբեր ազգեր են,
որոնք ճշմարտություն կփնտրեին ունեին իրենց դարբեր աստվածները։ Եվ անոնց նաև գուղե Հովաննես Ավետարանը ասելով Հիսուսն է դերը, Հիսուսն է ճշմարտությունը, Հիսուսն է ճանապարհը։ Ուրեմն Հովաննու Ավետարանը գբացադրե, սիրելի քույր եղբայրներ, գմատնանշե դեր Հիսուս Քրիստոսի անձը։ Եվ որքան կարևոր է մեզ, որ մենք երբ որ գսենք հավատացյալներ ենք, քրիստոնյա հավատացյալներ, որքան կարևոր է ճանչնանք դեր Հիսուս Քրիստոսը։ Եվ Հովաննու Ավետարանը որ պիտի սերդենք, պիտի առնե մեզի համար երկար ժամանակ, քանի որ ամեն մեկ գրնամ ասել նախատասությունները իր խորությունը ունին, եւ մենք պիտի փորձենք համար առ համար ինչպես միշտ փորձենք սերդենք, տեսնենք Հովաննեսին միտքը ինչ էր երբ քրեց, ինչպես ասիցես ներկայացնե Հիսուս Քրիստոս Աստուծո որդի, Աստված եւ նույն ժամանակ գադարյալ մարդ։ Եվ միակ պատասխանը այս աշխարհին Հիսուս Քրիստոսն է։ Հովաննու Ավետարանը որ գարտանք այս կհասկանանք։ Միակ պատասխանը, որը ստեղծող Աստված գուղե այս աշխարհին Հիսուս Քրիստոսն է, որ ինքնիրույն Աստված է գադարյալ եւ գադարյալ մարդ է։ Եվ ամեն ով որ այդ Հիսուս Քրիստոսը ընդունի, հավատա, նվիրվի, հանձնվի, վստահի, այդ մարդուն կյանքը բոլորովին գվերակտնե իր հավիտենական աստվածային կյանքը։ Ուրեմն որքան կարևոր է հասկանալ, ճանչնալ, գիտնալ, սորվիլ, մտերմանալ ավելի դեր Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք այսօր 2026 մեր բոլոր եկեղեցիներու մեջ, տարբեր տեսակի եկեղեցի, ամեն գիրակի գրնան գսել դերպես միլիոն անգամ Հիսուս Քրիստոս կսվի։ Երգերու մեջ, քարոզներու մեջ, աղոթներու մեջ Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս շատ լավ է։ Բայց արդյոք այն ամեն Հիսուս Քրիստոս ըսողները իրական գճանշնան ով է Հիսուս Քրիստոսը։ Հովաննու Ավետարանը մեզ պիտի սորվեցնե շատ բաներ։ Ուրեմն ձեր դեդրակները բացեք նոր էջ, սուբկիրքները բացեք ձեր առաջ, քրիչները ձեր ցերքին, աղոթքի հոգիով, խոնարհության հոգիով եկեք սերդենք, սկսենք սերդել այս հոյագապ քիրքը։ Երանի ամեն օր սերդեինք այս քիրքը։ Որքան կսերդենք, այնքան սերդելիք բաներ կատեր, այնքան խորունգ է այս քիրքը։ Բայց ես ձեզ մի բան պիտի առաջարկեմ։ Մեր ճշմարտության խոսքի այս ծառայության սերդողությունները այն չեն, որ գլուխդ լեցվի, մեծնա եւ շատ բաներ գիտնաս, այլ մեր սերդողության նպատակը կորձնական լասկո հավատքիդ մեջ աղոթքդ փոխվի, փառաբանությունդ երկրպագությունդ փոխվի, եկեղեցական կյանքդ փոխվի, հարաբերություններդ մարդկանց հետ փոխվին, քո անձնական բնավորությունները փոխվին, եւ այս պիտի սորվինք ինչպես կարելի է Աստծո խոսքը գարտալով փոխվի մեր անձը։ Սիրելի քույր եղբայրներ, լուրջ եղեք։ Եվ արդեն 30 տարի անց հովության ծառայության մեջ եմ։ Գրնամ ասել ցեզի շատեր տեսել եմ եկեղեցիներու մեջ, շատ մարդկանց ունեցել ենք մեր եկեղեցի անդամներ, շատեր եկեղեցիներ են անցել են, բայց ասեմ ցեզ, շատ քիչեր են, որ լուրջ են հավատքի մեջ։ Շատ քիչեր են, որ եկեղեցին իրենց համար լուրջ վայր է, շատ քիչեր։ Անորամար հիմա ուր որ ես, լուրջ եղիր Տիրոջ խոսքին առջև։ Մենք այստեղ անխարտախ Տիրոջ խոսքն է, որ պիտի գարտանք եւ պիտի սերտենք։ Աստվածային խոսքը, որ եկավ դեպի մեզ։ Եվ փառքը դրվի Հորը Որդուին եւ Սուրբ Հոգուին։ Հալելույա։ Ամեն եւ ամեն։ Թող Տիրոջ հոգին լուսավորե մեր միտքը եւ մեր անձերը։ Հովաննու Ավետարան գլուխ 1։ Եվ ահավասիկ ինչպես կսկսի։ Հովաննես կսե։ Սկիզբեն էր բանը եւ գամ սկիզբեն էր խոսքը։ Եվ բանը Աստծո կով էր եւ այդ բանը Աստված էր։
Բան բառը, որ այստեղ մենք կգործածենք արևմտահայերենի մեջ, անչափ թեթև անցած է, որ իր կարևոր իմաստը գործընծուցած է։ Հույներուն համար լոգոս բառներ, լոգոս։ Եվ երբ որ լոգոս կսեր հույնը, փիլիսոփաները կամ հույն գղերականները կամ փիլիսոփաները, երբ որ լոգոս բառը գսեին, լոգոս բառը կներկայացներ այն ամեն ինչ, որ ստեղծված է, այն ամեն ինչ, որ այն բանը, որով ամեն ինչ կգոյանա։ Լոգոս բառը այդ էր։ Եվ լոգոս բառը ինքնուրույն իմաստ չունի, բարձրապես լոգոս որ գսվի, ասել է այն ինչ, որ ամեն ինչ կախյալ է այնտեղից։ Այն ինչ, որ ամեն ինչ կախված է իր մե։ Եվ արևմտահայերեն գսի բանը, որ ինքը ինքնուրույն իմաստ չունի, բայց գարտացողին համար հույնը շատ լավ գիտեր, որ այդ բանը մենք գիտենք, այդ անշոշափելի, այն վերևի, աներևույթ, այն ամեն ինչ, որ ամեն ինչ կախյալ է իր մե, այն լոգոսի մասին կխոսի Հովհաննեսը, ինչ է այդ լոգոսը, եւ երբ որ մեկը գսեր ես ցեզի լոգոսը մի բացատրեմ, մարդիկ լուր գլսեին, գսեին թե այս լոգոսը անկարելի է որ հասկանանք, արդյոք ինչ կսե այս մարդը։ Եվ Հովհաննես այդպես կսկսի։ Ցեզի պիտի խոսիմ այն լոգոսի մասին գսե, որ դուք տարերե ի վեր կփնտրեք, որ դուք կփորձեք իմաստը հասկանալ, բայց ես ցեզ պիտի ցույց տամ այդ լոգոսը, որ դուք անհամբեր կսպասեք պատասխանը գիտնալ, այն լոգոսը, որ ամեն ինչ կախյալ է իր մե, այն լոգոսի մասին ցեզի պիտի խոսիմ։ Այս հույներուն համար էր։ Իսկ հրյաները, երբ որ լոգոս բառը կգործածեին, հունարենը, քանի որ շատ հրյաներ հունարենով գրված է նաև 5 դագարանը, սեպտանտը 7-ամյակը, ուրեմն երբ որ լոգոս կսեին, հրյաները կհավատային այդ լոգոսը այն Աստծո իմաստությունն է, որ ամեն ինչ ստեղծված է անով։ Ինչպես Արագած 9-րդ գլուխը սրա մասին կխոսի։ Ուրեմն Հովհաննես նաև հրյաներուն գսե, այն լոգոսը, որ ամեն ինչ ստեղծված է իրմով, ես այդ լոգոսի մասին ցեզի պիտի խոսիմ։ Այդ լոգոսը, որ դուք կփնտրեք, լուծումը գտնելու կամ հասկանալու թե ով է, ինչ է, այդ լոգոսի մասին ցեզ պիտի խոսիմ։ Հասկանաք, ինչպես կսկսի Ավետարան Հովհաննուն։ Մեկ անգամից Ավետարան Հովհաննուն գփանա իր գիրքը, ասելով ցեզի պիտի խոսիմ այն մտքի մասին, այն անցի մասին, կամ այն բանի մասին, որ դուք անհամբեր կսպասեիք պատասխանը գտնել։ Եվ այդպես կսկսի Ավետարանը ասելով որ սկիզբեն էր այն բանը, այն լոգոսը, սկիզբեն էր։ Եվ գսե այն բանը Աստծո կով էր, ուրեմն լոգոսի հավիտենականության մասին կխոսի, Աստծո կով էր, եւ այն բանը Աստված էր։ Վաու, մենք չէինք գիտեր որ լոգոսը Աստված է։ Հույները գարձեին որ Աստված կա, լոգոս կա, լոգոսը Աստված, լոգոս, չէինք գիտեր այս բոլորը, բայց ահավասիկ Հովհաննես կսե այն բանը Աստծո կով էր եւ այն բանը Աստված էր։ Կարևոր է Աստված էր, ոչ թե Աստված ման էր, ինչպես Եհովայի վգաները սխալ թարգմանություն կբերեն այստեղ իրենց ուզածին հասցնելու։ Լոգոսը արդեն ինքնուրույն հավիտենական իմաստ ունի, որ մարդը չի գրնար հասնել եւ հասկանալ։ Եվ Հովհաննես կսե անհասկանալի, այն անհասանելի լոգոսը, որ Աստծո կով էր եւ որ Աստված էր, հիմա սրա մասին ցեզի պիտի խոսեմ։ Հասկանաք ինչ զորությամբ գսկսի Հովհաննեսը Հիսուսի ներկայացնել։ Ուրդեղեն գսկսի Հիսուսի ներկայացնել։ Հիսուս անուն դեռ չի դար։ Բիդի չի դա մինչև 18-րդ համարը։ Միան պիտի ներկայացնե, որբեսի մարդկանց պատրաստե իրենց հետաքրքրությունը եւ իրենց ասե որ ես ցեզի բարապ բանի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի գրոնքի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի այս կամ այն ուսուցիչի մասին չեմ խոսիր։ Ես ցեզի այս կամ այն փիլիսոփայության մասին չեմ խոսիր։ Ես ցեզի կխոսիմ հավիտենական լոգոսի մասին։ Եվ կշարունակե։ Համար 3 ամեն բան գսե անով եղավ եւ առանց անոր բան չեղավ ինչ որ եղավ։ Հույները շատ լավ գիտեին այս բանը։ Հրյաները շատ լավ գիտեին, թե լոգոսով եղավ ամեն ինչ անով եղավ եւ ամեն բան եղավ իր ներկայությամբ։ Նորություն չսեր։ Միան կներկայացնե կամած։ 4-րդ համարը գսե եւ կյանքը անով էր, լոգոսով, բանով։
Եվ կյանքը մարդոց լույս եղավ։ Հոս արդեն սկսան միջմը խանգարվելու։ Լոգոսը անհասանելի էր։ Լոգոսը աներևույթ էր։ Լոգոսը հավիտենական էր։ Լոգոսով եղավ ամեն ինչ։ Այո, մենք գիտենք ադի Հովաննես Ավետարանիչ, գիտենք, բայց որ դու գսես մարդոց լույս եղավ։ Հասկանալի չէ։ Լոգոսը չի կրնալ լույս լալ, չի կրնալ հայտնվիլ, չի կրնալ հայտնություն լալ։ Լոգոսը միշտ բահված դեղ մներ, մարդոց մե վեր, մարդոց մե հասանելի լալեն վեր։ Մարդիկ չէին կրնալ հասկանալ լոգոսը։ Ինչպես կսես տուն, որ լոգոսը մարդոց լույս եղավ։ Կհասկանաք, սիրելիներ, ինչպես Հովաննես կամաց կմոտեցնե այն աներևույթ Աստվածը երևնալու պիտի սկսի հիմա։ Եվ մարդոց լույսն էր։ Լույսը խավարի մեջ կլուսավորեր եւ խավարը զանիգա չջանցավ։ Եվ այստեղ շատ կարևոր է խավար եւ լույս միտքը Հովաննես Ավետարանիչը եւ Հովաննես քրկերու նամակներու մեջ ալ լույս եւ խավար։ Լույսը գշպաժնվի խավարեն, լույսը գուկա խավարը գլուսավորե։ Գսե ահավասիկ լույսը եկավ խավարի մեջ, նորմալ էր որ խավարը լուսավորեր, եւ գսե լուսավորեր, բայց խավարը զանիգա չընդունեց, չջանցավ, ասել է չընդունեց։ Ուրեմն Հովաննես այստեղ կներկայացնե աներևույթը կգրտնեմ, կավե շատ կարևոր է հասկանալ այս կետը։ Աներևույթը, որ փիլիսոփաները կսպասեին, դարբեր գրոնքներ կսպասեին լոգոսը հասկանալ։ Հրյաները կսպասեին լոգոսը։ Հովաննես կսե այդ լոգոսը, որ ամեն ինչ իր մորը եղավ, որ այդ լոգոսը որ հավիտենական է, այդ լոգոսը որ Աստված է, այդ լոգոսը որ Աստծո կովն է, ծեր Աստվածներու գագարձեք, բայց մեկ Աստված կա, նոր կովն է, եւ ինքն է Աստվածը, այդ լոգոսը լուսավորելու սկսավ։ Մարդկանց մոտեցավ։ Բայց երբ որ մարդկանց մոտեցավ, մարդիկ չընդունեցին զինք։ Ասի գրնամսել վերնակիրն է Հովաննու Ավետարանի։ Հովաննու Ավետարանի վերնակիրն է։ Եվ գուզեմ նաև հիշեցնել ցեզ, որ ինչպես ծննդոց քիրքը սկիզբեն էր կրված է, սկիզբեն Աստված ստեղծեց երկինք ու երկիր, նույն բանը Հովաննես կսե սկիզբեն էր բանը, բանը Աստծոքով էր, բանը Աստված էր, ամեն ինչ եղավ եւ բանը չավ ինչ որ եղավ, ամեն ինչ անով եղավ։ Եկավ մարդկանց լույս տվավ, եկավ լուսավորելու մարդկանց, ինչպես ծննդոց քիրքը եւ լույս եղավ Աստված, որովհետեւ լույսը սկսի։ Խավարի մեջ լույսը բացվի եւ ահավասիկ նույն բանը գդարվի եւ հիմա գսե այն լույսը, որ խավարի մեջ եկավ, հենց անդ լույսի մասին ես պիտի խոսիմ ցեզ, ուրեմն լուրջ գսե լսեցեք, մտածեցեք եւ պատրաստվեցեք, թե ես ինչ պիտի ասեմ ցեզ։ Համար 6։ Հիմա գսե Աստուծո ղրկված մարդ մգար, որուն անունը Հովաննես էր։ Ուրեմն աստե գխոսի Հովաննես Մգրդիչի մասին։ Ասիկա ուրեմն Հովաննեսը վգայության համար եկավ, որբեսի լույսին համար վգայե։ Նայեցեք, ինքը չսեր որ ես կվգայեմ լույսի համար։ Հիմա պատմություն կսկսի։ Ուրեմն գսե մարդ մգար, մարդ, լոգոս մարդ, արդեն մարդիկ սկսան հանկարվելու, լոգոսը անգարելի է որ մարդու հետ կապվի, բայց Հովաննես գբերե, կարծեք երկնայինը պիտի մոտեցնե մարդկանց, այդ կբացատրե իրենց։ Եվ ասեմ ցեզի մտավորական մարդկանց կգրե այստեղ։ Փողոցի մարդկանց չէ։ Անորոշ շատ կարևոր է հավատքը հասկանալու համար մի քանի բաներ պետք է գիտնաս։ Հիսուսի հետ քայլելու համար մի քանի բաներ պետք է գիտնաս։ Հոգևոր քրիստոնեական հավատքի մեջ քայլելու համար ժողովրդական մեր հավատքը չի բավեր, ժողովուրդ։ Ժողովրդական հավատներ գնենք կարծենք որ մենք քրիստոնյա ենք, ոչ, շատ խորն է քրիստոնեական հավատքը, որ դժբախտաբար թարերը իվեր մեր եկեղեցիներու մեջ, մեր ասկին մեջ, չէ քարոզված, չէ բացադրված, չէ սորվեցուցած, ինչպես որ Հովաննես այստեղ մեզ կներկայացնի։ Մարդ մգար, որուն անունը Հովաննես էր, ինքը վկայություն ա որպես լույսին համար վկայե, որպեսի ամենքը անոր միջոցով հավատան։ Հովաննեսի միջոցով հավատան լույսին։
Ինչպես կարելի է լույսի հավատալ։ Չէ որ լույսը այդ աներևույթ Աստծո պատկերն է։ Ինչպես կարելի է որ աներևույթ Աստված, որ լույսերու մեջ կբնակի, կա հայտնվի եւ մարդիկ հավատան այդ լույսին։ Մենք ինչպես եմ abstract բաներուն չենք հավատար, վերացական բաներու չենք հավատար, կհավատանք ֆիզիկական ավելի շտակը անձնական լույսին գսե, լույսին հավատալ։ Հիմա կշարունակենք։ Ինք չէր այդ լույսը։ Հաբա եկավ որբեսի լույսին համար վգայ է։ Ով է այդ լույսը։ Կարդացինք։ Լույսը կյանք է, գրված է։ Լույսը բանն է, լոգոսն է, խոսքն է։ Լույսը այն լույսն է, որ Աստծո կողմն էր եւ Աստված էր։ Այն լույսը եկավ աշխարհ։ Մարդիկ չընդունեցին, բայց Հովհաննես մգրդիչ այդ լույսին համար սկսավ կարոզելու, որովհետեւ մարդիկ այդ լույսին հավատան, ուրեմն այդ լույսը կարելի է որ հավատանք, կարելի է որ տեսնենք, կարելի է որ շոշափենք, կարելի է որ ապրենք այդ լույսը։ Համար 9 Ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը գլուսավոր է։ Ձեկ լույսը գլուսավոր է բոլոր մարդկանց։ Բայց եկավ այդ լույսը իրենիներուն։ Մի տեսենք քիչ հետո։ Ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհ անոր եղավ, բայց աշխարհ ժանիկա չջանցավ։ Նայիր, այդ լույսը աշխարհի մեջ էր։ Անով եղավ աշխարհը, ինչպես քիչ առաջ կարդացինք, բանը, լոգոսը, ամեն ինչ անով եղավ։ Հովհաննես Առաքյալը կգրկնե նույն բանը լավ բացատրելու համար Հիսուսի անձը։ Եվ այս կարդալեն հետո, եւ թեր մարդիկ կան, որ գսեն, որ Հիսուս Աստված չէ, իսկապես այդ մարդկանց միտքը խավարած է։ Այնքան բարեր գործած է այստեղ Հովհաննես Առաքյալը, որպեսի անդրադառնանք, որ Հիսուս մարգարե չէ միայն, Հիսուս հրեշտակ չէ, ինչպես շատերը գսեն, Հիսուս մարդ չէ, Հիսուս այն լոգոսն է, որ է եւ պիտի ըլլա։ Բայց մարդացավ, եւ որ մարդացավ եւ եկավ այս աշխարհը լուսավորելու, արիթ դրվեցավ մարդուն, որ ընդրություն ընե։ Եվ մարդը չջանցավ զանիգա, չընդունեց զանիգա։ Իրենիններուն եկավ։ Սակայն իրենինները զինք չընդունեցին։ Ով են իրենինները։ Հրյաներուն համար գսե դուք եք։ Կամ դուք Աստծո ժողովուրդն եք իբր թե։ Ցեզի եկավ իրենիններուն, ցեզի, բայց չընդունեցիք։ Հիմա սկսան մարդիկ խանգարվել, ով է այս լույսը, ով է այս անձը, ով է այս լոգոսը, որ մարդ եղավ, լույս եկավ, արիթ տվավ մեզի եւ մենք չընդունեցինք, ով է։ Բայց կսե անոնք, որոնք զինք ընդունեցին, անոնց իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալու, որոնք կհավատան իր անվանը, որոնք ոչ արույն է եւ ոչ մարմինի գամքի է, այլ ոչ ալ մարդու գամքի հաբա աստուծմե ծնան։ Ան որ ընդունեց այդ լույսը, այդ լոգոսը, այդ կյանքը, ան որ ընդունեց, այդ ընդունողը դարձավ Աստծո որդի, բայց Աստծո որդի դառնալը Աստված ինք որդի դարձուց։ Կհասկանանք ինչպես խորը գխոսի Հովհաննես Առաքյալը այստեղ։ Ան որ ընդունեց, ան որ ապաշխարեց, ան որ դարձավ դեպի իրեն, ան որ ընդունեց այն լույսին աստվածությունը, այն լույսին հավիտենականությունը, այն լույսին կյանքը լալը, այն լույսին լույսը լալը խավարի մեջ, ընդունեց իր խավարը, իր խավար էր, լույսը եկավ ընդունեցի եւ որ ես ընդունեցի Աստծո որդիներ ըլլալու իշխանություն դրվեցավ։ Ասել է Աստծո որդի ըլլալու բադիվը դրվեցավ։ Այդ լոգոսը, այդ բանը, այդ հավենական կյանքը ընդունողին բադիվ դրվեցավ Աստծո որդի ըլլալու։ Ուրեմն նայեցեք համար 14։ Եվ բանը գսե մարմին եղավ եւ մեր մեջ բնակեցավ։ Նորեն գրկնեց նույն բանը, լույսը մարդկանց մեջ լուսավորեց։ Հիմա գսե լույսը, որ լոգոսն է, մարմին արավ, մարմին, մարդկային մարմին, եւ գսե մեր մեջ բնակեցավ։ Այստեղ, սիրելիներ, Հիսուսի
գենսակրությունը գկրե Հովանես Արաքյալը։ Ով է Հիսուս։ Մեր մեջ բնակեցավ եւ մենք տեսանք անոր փառքը, անոր լոգոսը լալը, անոր Աստվածը լալը, անոր լույսը լալը, անոր հավիտենականը լալը մենք տեսանք։ Դեսանելի չէ, բայց ինք որոշեց մարմին առնել, որբեսի դեսանելի լա այդ աներևույթ լոգոսը, որ հույները եւ հրյաները թարերը իվեր գսպասեն կամ գփորձեն հասկանալ, թե ինչ այդ լոգոսը, Հովանես կսե այդ լոգոսը միամ մեկ բան է, մարմին եկավ եւ բնակեցավ մեր մեջ, եւ մենք տեսանք իր փառքը հորմեն միածին փառքի պես, հորմեն ելած աստվածային փառքը մենք տեսանք, քանի որ մարմին արավ, աստվածային փառքը իր մեջ երևցավ եւ շնորհք ու ճշմարտությունով լեցուն։ Շնորհքը սել է նվեր, ճշմարտությունը սել է ճշմարտություն։ Այն լոգոսը, այդ լույսը, որ եկավ սիրելիներ լուսավորելու, բայց իր քալը շնորհք է։ Հասկանաք, չստիպվեցավ քալու, մեկը չգանչեց զինք, ինք եկավ, ավարի մեջ մարդկանց եկավ, իր քալը մարմնանալը, լույսը խավարի մեջ փայլիլը ինքնիրույն նվեր է, ինքնիրույն շնորհք է։ Մենք ծնունդ երբ որ գտոնենք, ծնունդին մենք նվերներ կուտանք։ Այս կետի վրա մտածելով, որ Աստված միածին որդին ղրգեց իբր շնորհք, լույս, լոգոս, հավիտենականությունը բացվեցավ, հայտնվեցավ հավիտենականությունը մեզի Հիսուս Քրիստոսով։ Եվ այստեղ գսե, ուրեմն Հովանես համար 15 վկայեց անոր համար եւ աղաղեց ասելով ասիգա է, որուն համար գսեի ան որ իմ յետևես կուկա ինձ մե առաջ է, վասնզի ինձ մե առաջ էր։ Ուրեմն այստեղ Հովանես մգրդիչը գմատնանշե անձնավորություն։ Գիտեք, մենք գիտենք պատմությունը, մենք գիտենք Հիսուսի մասին գխոսի, բայց երևակայեցեք Հովանես Արաքյալը որ գկրե այս հրյաներու եւ հույներու, գուզե ներկայացնել Հիսուսը իր աստվածությունը կներկայացնե, իր լոգոս հավիտենական լալը կներկայացնե, իր մարմին առնելը կներկայացնե այդ աներևույթը երևնալու սկսավ վերջապես, բայց դժբախտաբար մարդիկ, որոնց եկավ հայտնվեցավ, չընդունեցին զինք, բայց ընդունողներ ալ եղան, ուրեմն ահավասիկ ընդրություն, շնորհք կնե, նվեր կնե եւ գուկա թեպի մարդ, մարդուն կդրվի ընդրություն, ընդունելու եւ գամ չընդունելու։ Անոնք որ չեն ընդունիր խավարի մեջ կմնան եւ հետո Հովանես Ավետարանիչը մեզ պիտի բացատրե, թե խավարի մեջ մնալը թժող կնե, իսկ անոնք որ ընդունեցին, իշխանություն կդրվի Աստծո զավակներ որդիներ կոչվելու։ Եվ այս երևալի էր։ Փիլիսոփաները, հույն փիլիսոփաները վերացական աստվածներու կհավատային։ Այստեղ Հովանես կսե, ես այն լոգոսը որ ցես կներկայացնեմ, երևալի լոգոս է, մարմին արավ, մենք թբանք մեր մեջ կեսավ բնակեցավ, մենք տեսանք իր նվերը լալը եւ իր, ինչպես գրված է այստեղ, ճշմարտությունը լալը։ Հավիտենականության ճշմարտությունը Հիսուսն է, այս լոգոսն է։ Եվ անոնք որ կփնտրեն իսկապես ճշմարտությունը, այն հույները, այդ փիլիսոփաները, այդ գրոնքները, որ ճշմարտությունը կփնտրեն եւ կան գրոնքներ միջև այսօր 5 անգամ գաղութեն որ ճշմարտությունը Աստված ցույց տա, այստեղ գրված է այդ ճշմարտությունը Աստված նվերավ մեզի այն լույսի լոգոսի մարմնացումով։ Նվեր եկավ մեզի այդ ճշմարտությունը, շնորհք է այդ ճշմարտությունը։ Հալելույա, հալելույա։ Եվ Հովանես կսե, այս է այն մարդը, ան է, որ իմ ետևես կուկա ինձ մե առաջ եղավ, բայց հիմա ինձ մե առաջ է, ինք ինձ մե առաջ էր։ Հովանես կխոսի այն անձի մասին, լույսի մասին, որ արդեն կար, բայց այդ լույսը հիմա իր արջևն է, ահա, այստեղ է, ինձ մե վերջ պիտի կա, բայց արդեն կար, հասկանաք, այդ հավիտենական լույսը, հավիտենական այդ լոգոսը, հավիտենական այդ բանը, հավիտենական այդ ինչպես գրված է բանը, հա, այդ հավիտենական այդ կյանքը գար, ինձ մե առաջ էր,
բայց հիմա ինձ մե վերջ պիտի կա, քանի որ ես իր մասին կվգայեմ։ Առաջ Հովհաննես Մկրտիչը պիտի կար, հետո պիտի կար Հիսուս։ Ինչպես Մաղաքյա մարգարեությունը, ինչպես Հիսուս ինքը ասավ։ Համար 16 նայեք ինչ կխոսի։ Դեր Հիսուս բառը չկործածեր։ Հիսուս բառը չկործածեր, բարձրապես կներկայացնե։ Եվ գսե անոր լեցունտենեն մենք ամենքը շնորհք արինք շնորհքի վրա, շնորհքի դեղ։ Անոր լեցունտենեն, որուն լեցունտենեն, լույսին, կյանքին, լոգոսին, եկավ մարմնացավ, շնորհք եղավ, դեսանք, մարմին արավ, եւ մենք, հիմա այստեղ գսե, մենք լեցունտենեն շնորհք արինք, ասալ իր վկայությունն է։ Հովհաննես Ավետարանիչին վկայությունը մենք ստացանք իր մե։ Ուրեմն ոչ թե մարմնացավ միան երևնալու համար, որ մարմին է, այլ եկավ իսկապես մեզ փոխելու եւ մենք լեցունությունը ստացանք, շնորհքը ստացանք, օրհնությունը ստացանք։ Այս է իսկապես Հովհաննես Առաքյալի վկայությունը, ես ինչ որ ցես գբատմեմ, ես ստացա, ես տեսա իր փառքը, տեսա մարմինս տբավ, մատս տբավ, տեսա իր ճշմարտությունը, ընդունեցի զինք, ես լեցվեցա իր շնորհքով։ Իր անձնական վկայությունը գբատմեմ։ Հիմա նայեցեք 17-րդ համարը։ Ասենզի օրենքը Մովսեսին ցերկով երևցավ, այս հрьяաներու մասին է խոսքը։ Օրենքը Մովսեսին ցերկով դրվեցավ, բայց շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղավ։ Ահա Հիսուսի անունը հիմա գդրվի այստեղ։ Քիչ առաջ ասվեցավ, բանը մարմին արավ, շնորհքով եւ ճշմարտությունով։ Հիմա գսվի, շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղավ։ Այն բանը, որ Աստծո կով էր, որ Աստված էր, որ կյանք էր, որ լույս էր, որ խավարի մեջ փայլեցավ, եկավ իբր թեպի մարդ եւ մարդացավ, այն շնորհքը Հիսուս Քրիստոսն է։ Այն լոգոսը Հիսուս Քրիստոսն է։ Այն աստվածային բանը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսով եղավ գրված այստեղ, ամեն բան անոր եղավ։ Գիշեք է որ գողոցացիները սերդեցին իրար հետ, առաջին գլխում մեջ գրված է։ Ամեն ինչ Քրիստոսով եղավ, Քրիստոսի մեջ, Քրիստոսի համար։ Հիմա Հովհաննեսը նույն բանը գսե։ Քրիստոսով ամեն ինչ իր ցերկով եղավ։ Հալելույա։ Գտեսնեք հեղինակը ցույց կտա թե ով է Հիսուս Քրիստոս։ Արդյոք դու գրնաս այսպես վկայել։ Դու գրնաս արդյոք բացատրել դեր Հիսուս Քրիստոսը։ Այս համարները 18 համար միամից երդենք, արդեն վերջին համարը մնաց։ Գարջը այսօր։ Բայց որչափ խորունգ է, դու պետք է այս 18 համարները քիչ առաջացի կորձնական ցևով գարտաս եւ փորձես հասկանալ փոխանցելու նպատակով։ Գարձեք այստեղ ցես գսեմ դուք Սարգիսին գճանչնակ։ Ցես մեկը գսե այո գճանչնամ։ Ուղի եթեր գնե, այսպես է, այստեղ Գաբրի, այսպես է, այս գնե, ան գնե, իմ մասին գխոսիկ։ Նույն բանն այստեղ Հիսուսի աստվածությունը կբացատրե Հովհաննեսը, այնպես կբացատրե, որ այդ օրերու փնդրդուկի մարդկանց նպատակն էր։ Լոգոսը, հավիտենական լույսը, հավիտենական կյանքը, որ Աստծո կով էր, Աստված էր, ամեն ինչ անով եղավ։ Այդ լույսը աստվածային ցևով շնորհք եղավ մեզի, եկավ դեպի մարդ եղավ։ Մենք տեսանք, մենք տբանք, մենք հասկացանք, մենք տեսանք իր շնորհքը եւ իր ճշմարտությունը։ Եվ իր մենք լեցվեցանք։ Այս է վկայությունը։ Մենք իր լեցվեցանք եւ հասկացանք, որ ամեն շնորհք եւ ամեն ճշմարտություն դեր Հիսուս Քրիստոսի միջոցով է։ Օրենքը Մովսեսը բերավ, հռոմեացիները բերին իրենց փիլիսոփայությունները, հույները բերին իրենց փիլիսոփայությունները, բուդդիստները բերին իրենց այսինչը, հինդուիստները բերին իրենց այսինչը, բայց ճշմարտությունը եւ շնորհքը եղավ դեր Հիսուս Քրիստոսի ցերկով, որուն փառք միշտ եւ հավիտյան հալելույա։ Նայեցեք 18-րդ համարը գսե մեկը երբեք Աստված դեսած չէ։ Շատ կարևոր է։ Հрьяաներն ալ այդպես կսեն, իսլամներն ալ այդպես կսեն, հույներն ալ այն ժամանակ այդպես կսեին, աներևույթ Աստված, եւ իրական է,
Հայր Աստվածը ոչ մեկը տեսած չէ։ Բայց կսե միածին որդին, որ հորը ծոցն է, անիգա պատմեց։ Հիմա այստեղ այս համարը գաբունի մեկ համար վերինին հետ։ Շնորհք եւ ճշմարտությունը հայտնվեցավ Տեր Հիսուս Քրիստոսով։ Քիչ առաջ ասինք շնորհքը եւ ճշմարտությունը աներևույթ Աստծո բաններ, լոգոսներ։ Ուրեմն ոչ մեկ Աստված տեսած չէ։ Ոչ մեկը չի ալգրնար տեսնել։ Հիսուս Քրիստոս աներևույթ Աստծո երևալի պատկերը դարձավ։ Ինչ որ Եբրայեցիս կրկին առաջին գլուխը կսորվեցնե։ Աներևույթ լոգոսը, հավիտենական լոգոսը, հավիտենական կյանքը, հավիտենական լույսը, որ ամեն ինչ անորմով եղավ, որ մարդիկ կբաշխեն առանց ճանչնալու, առանց տեսնելու, այն Աստվածը, որ ամեն ինչ ստեղծեց ինքը, այն Աստվածը դարձավ մարմին եւ երևցավ Հիսուս Քրիստոսի մեջ։ Ավասիկ ինչպես կներկայացնե Հովաննես Ավետարանիչը Հիսուս Քրիստոսի անձը։ Եվ այն Հիսուս Քրիստոսի անձը այս ներկայացնելուն դեղ երկու բան գսե։ Առաջինը ընդրություն պետք է ունենք, թե այդ լույսը պիտի ընդունենք, պիտի հավատանք, պիտի վստահենք, թե չէ։ Առաջին։ Երկրորդ, եթե ես կամ պիտի այո կամ պիտի ոչ։ Եթե ոչ, խավարը խավարի մեջ պիտի մնա։ Նույնիսկ լույսը գպայլի խավարին մեջ, բայց խավարը չընդունիր զինք։ Զարմանալի բան է այս բանը։ Գիտնական ցևով չես կրնա բացահայտել այս խոսքը։ Քանի որ խավարի մեջ որ լույս կվարես, գլուսավոր է։ Բայց այստեղ գսե լույսը խավարի մեջ ելավ, բայց խավարը չընդունեց, ասել է չընդունեց խավարը այդ լույսը։ Ասել է թե Աստված ընդրություն տվավ, որովհետեւ խավարի մեջ եղող մարդկանց ընդրություն տվավ ընդունելու կամ չընդունելու։ Աստեղ ապաշխարության գոչ կա։ Անոնք չընդունեցին եւ խավարի մեջ եղողները խավարի մեջ մնացին։ Բայց անոնք որ ընդունեցին, համար 12, անոնք որ ընդունեցին, անոնց տվավ իշխանություն Աստծո որդիներ ըլլալու։ Ուրեմն առաջին բանը այստեղ որ Հովաննես կսե, այն աներևույթ Աստված որ եկավ թեպի մարդ, իբր նվեր եկավ, բայց ընդունիլ գա մարդուն բաժինը եւ գամ չընդունիլ։ Եթե մարդը իր բաժինը չգադարե, այդ շնորհքը որ եկավ, այդ փառքը որ եկավ, մեզ ոչ մեկ բան չփոխեր։ Ուրեմն Աստված այնպես կնե, որ իր փառքը կհայտնե խավարի մեջ, ընդրություն տալով մարդկանց, որ մարդիկ ընդունին կամ ոչ։ Օտոմատիկ չէ։ Լույսը գպայլի, եթե այստեղ ես լույսը գվարեմ, ամեն խավարը գլուսավորի, շատ բնական բան է, բայց հոգևոր կյանքի մեջ այդպես չէ։ Երբ որ լույսը գվարվի, ասել է Աստված միջոց կփանա, որ լույսը կա քո մեջ, խավարիդ մեջ փանա։ Բայց դու պիտի որոշես, կընդունիս կամ ոչ։ Ընդունեցիր, մնացիր, չընդունեցիր, մնացիր խավարի մեջ։ Ընդունեցիր այդ լույսը, ինչպես Հովաննես ինքս է մեզ լեցունությունով լեցուց, օրտնեց եւ այցելեց, քանի որ մենք ընդունեցինք այդ լույսը եւ այդ լույսը մեզի շնորհք տվավ, օրտնություն տվավ, նվեր տվավ։ Այսպես է, որ այս 18 համարներուն մեջ սիրելիներ Հովաննես Առաքյալը մեզ կներկայացնե աստվածային վարդապետությունը, թե ով է հայրը եւ ով է որդին։ Մեզ կներկայացնե մարդուս ընդրությունը Աստծո շնորհքին առաջ։ Մեզ կսորվեցնե Աստծո իր գամքի հայտնությունը, որ մարդուն շնորհք ունե, նվեր ունե, Աստծո սերը մարդկանց հանդեպ, որ Աստված միածին որդին ղրգեց։ Առաջ որ մարդիկ ոչ մեկ բան ունելու, նորեն գսեմ, մարդիկ չգանչեցին Աստծո, որ մեզի մեկ ղրգե։ Աստված տեսավ, որ մարդիկ խավարի մեջ են եւ ասավ այդ խավարի մեջ լույսը պիտի փայլադագի։ Ես ուրեմն կղրգեմ լոգոսը, կղրգեմ կյանքը, կղրգեմ լույսը, որովհետեւ շնորհքը լա մարդկանց, բայց մարդիկ պետք է ընդունին։ Մենք կտեսնենք այստեղ ապաշխարության վարդապետությունը, զղջումի վարդապետությունը։ Եվ նաեւ այստեղ կտեսնենք Սուրբ Հոգի լեցունության վարդապետությունը։ Դեսե եւ անոր լեցունութենեն մենք ամենքս շնորհք արինք։ Լեցունութենեն
որուն լոգոսին Հիսուս Քրիստոսի շնորհքի լեցունությունը, իր անձի լեցունությունը եւ եկավ մեր վրա, որովհետեւ մենք ալ իր անձին լեցունեն մենք ալ լեցվինք եւ այդպես աներևույթ Աստվածը երևնալու կսկսի Տեր Հիսուս Քրիստոսի մեջ եւ ամեն բարկը կդրվի իրեն, քանի որ աներևույթը երևցավ, քանի որ մեր խավարին մեջ լուսավորեց եւ մեր լույսը բերավ լեցունության, շնորհքի եւ ճշմարտության։ Օրտնյալը լա մեր Տերը, որ այս բանը մեզ գսորվեցնե, այո սիրելիներ, սիրեցեք Հիսուսը, ջանցցեք Հիսուսը եւ այս ավետարանի մեջ մենք պիտի ջանչնանք Հիսուսը, շեշտը պիտենք Հիսուսի անձին վրա, քանի որ Հովհաննես ավետարանիչը մեզ այդտեղ կմղենայցեք 18 առաջին համարները մատնանշեց թե ով է Հիսուս, ամեն ինչ այդտեղ են պիտի սկսի։ Իրենիներուն եկավ իրենները չընդունեցին, այդ պատմությունները մենք պիտի գարտանք, ինչպես հրյաները չընդունեցին, այդ վիճապանությունները, որ եղավ Հիսուս հրյաներու միջև, մարգարեներու օրենքներու հետ կապված, բայց նաև ոչ հրյաները, որոնք ճշմարտությունը կփնտրեն, պիտի տեսնեն թե Հիսուսն է։ Հիսուսն է ամեն դիեզերքի գետրոնը։ Նորեն գրնամսել քեզ Հիսուսն է ամեն դիեզերքի գետրոնը, թող դառնա քո կյանքի գետրոնը, թող դառնա քո կյանքի նպատակը, թող դառնա քո կյանքի շնորհքը, լեցունությունը, ընդունիս այդ Հիսուս Քրիստոսը ավելիով, որովհետեւ քո ներսի խավարները լուսավորվի եւ լուսավորվելով տեսնես այն աներևույթ Աստվածը եւ շնորհքեն ստանաս, լեցունութեն ստանաս եւ իր հետ լաս իր պարկին համար, ինչ ինք վերադառնա եւ նաեւ Հավիդյանս Հավիդենից եւ թող բարավորվի մեր երրորդության Աստվածը հիմա եւ միշտ եւ Հավիդյան հալելույա ամեն 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 այսօր այս կանը սիրելիներ քիչ մգարջեր բայց գուզեցի որ հստակ լայս կեդը քաշապատ դերը գամի գշարունակեք